որպես ներածական խոսք, այն բայց երբ հայոց մոռացված ցեղասպանությունը մտավ միջազգային օրակարգ, ոմանց համար դարձավ անհարմար ցեղասպանություն, իսկ երբ միջազգային ճանաչման խնդիրը դրվեց մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մեջ, շարքում մարդու իրավունքների պատմական արդարության, հիշողության վերգաղափարներ ջատագով երկրները մեզ հորդորում էին մոռանալ անցյալը եւ մեր հայացքը սեղմել դեպի ապագա։ Այս ողջ ընթացքում ես եւ իմ գործընկեր դիվանագետները երկու տասնամյակից ավելի ընթացքում մեր խոսքը ուղղել ենք արտաքին լսարանին, ապացուցելով, որ խոսք անցյալի մասին չի միայն, մեր ներկայի մասին է։ Այսօր իրավիճակը փոխվել է։ Այսօր ես իմ խոսքը հղում եմ մեր հասարակությանը եւ մեր ժողովրդին, քանի որ հիմա խոսում են ցեղասպանությունների մրցավազքի մասին, միջազգային ճանաչման հարցը հանված է մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից եւ մեզ ասում են հանուն խաղաղության եւ բարգավաճման պետք է թողենք անցյալը անցյալում եւ դրա համար ես այսօր խոսելու եմ հիշողության եւ պատասխանատվության մասին, քանի որ անցյալը չի ավարտվել։ Հարգելի գործընկերներ, հավանաբար շատերս եք նկատել, որ երբ խոսում ենք հայոց ցեղասպանության մասին, մենք ինքնաբերաբար օգտագործում ենք անցյալ ժամանակը։ Կարծես խոսքը պատմության ավարտված եւ փակված էջի մասին է։ Սա թվում է բնական, որովհետեւ լեզվի տրամաբանությունը ինքնին մեզ մղում է անցյալը ընկալել որպես ավարտված երևույթ։ Սակայն հենց այստեղ է թաքնված հիմնարար հեղացումը եւ թուրըմբռնումը։ Բոլոր նրանք, ովքեր խորությամբ ուսումնասիրել են այս երևույթը, գիտեն, որ ցեղասպանությունը միայն ֆիզիկական ոչնչացման ակտ չէ։ Այն նաեւ հիշողության, ներկայության, հետքերի, անունների, տեղանունների, մշակութային ժառանգության եւ վկայության բուն հնարավորության հետեւողական ջնջման գործընթաց է։ Այն շարունակում է շփման քաղաքականության մեջ, պատմական նարատիվների ձևակերպման մեջ, տեղի ունեցածի խեղաթյուրման փորձերում, երբեմն նաեւ քննարկման շրջանակի փոփոխման միջոցով։ Եվ եթե այս ողբերգության առաջին ֆիզիկական փուլը սարսափելի կերպով իրականացվել է ամբողջությամբ, ապա երկրորդը դարձել է շատ ավելի երկարատև եւ ոչ պակաս վտանգավոր։ Եթե ընդունում ենք որպես իրողություն, այլևս չպետք է սահմանափակվենք եղել է արդյոք ցեղասպանություն ձևակերպմամբ։ Այդ հարցը վաղուց ստացել է իր պատասխանը պատմական, գիտական եւ բարոյական մակարդակներում։ Ավելի բարդ հարցը այլ է։ Ավարտված է արդյոք ցեղասպանությունը որպես գործընթաց, եթե դրա հետևանքները ու տրամաբանությունը շարունակում են դրսևորվել տարբեր ձևերով եւ տարբեր պայմաններում։ Այս հարցի դժվար է պատասխանել, եթե պատմությունը դիտարկում ենք միայն որպես ավարտված իրադարձությունների շարք։ Բայց երբ այն ընկալում ենք որպես հետևանքների համակարգ, գալիս ենք այն եզրակացության եւ գիտակցմանը, որ որոշ պատմական վերքեր չեն ավարտվում իրենց պաշտոնական ավարտով։ Դրանք տեղափոխում են այլ հարթություններ՝ հիշողություն, քաղաքականություն, հանրային գիտակցություն, միջազգային հարաբերություններ։ Այս կետում անցյալ ու ներկան միաձուլվում են։ Անցյալը չի անհետանում, այն փոխում է իր ներկայության ձևը։ Իսկ որտեղ այսօր անցնում անցյալի եւ ներկայի սահմանը։ Այս հարցը տեսական չէ։ Այն ունի շատ կոնկրետ դրսևորումներ։ Այս համատեքստում Արցախում տեղի ունեցածը ընկալվում է ոչ թե որպես մեկուսացված ճգնաժամ, այլ որպես ավելի երկար պատմական հետաքրքրի մաս, որտեղ անցյալի ողբերգական փորձը չի հաղթահարվել իր հետևանքներում։ Խոսքը իրադարձությունների նույնացման մասին չէ, խոսքը մեխանիզմների կրկնության մասին է։ Ատելության սերմանում, ջարդ կամ պատերազմ, տեղահանություն, դատարկում,
անհետացում։ Եվ ապա ամենավտանգավորը այն ամենի հետքերի ջնջում, ինչ երբևէ գոյություն է ունեցել։ Երբ նման գործընթացները տեղի են ունենում, անխուսափելիորեն առաջանում է հարց. արդյոք աշխարհը դրանք ընկալում է որպես անցյալի շարունակություն, թե որպես առանձին նոր ճգնաժամ։ Եվ հենց այստեղ է կարևոր դիտարկել միջազգային արձագանքը։ Այն ցույց է տալիս, որ հայոց ցեղասպանության խնդիրը չի ընկալվում որպես փակված էջ, այլ որպես շարունակվող պատմություն, որը պահանջում է արձագանք նաև ներկայում։ Հենց այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել 2021 թվականը։ 44 օրյա պատերազմից հետո իմ պաշտոնավարման ժամանակ արտաքին գործերի նախարարությունը ապրիլի 24-ին կազմակերպեց միջոցառումներ նվիրված հայոց ցեղասպանության տարելիցին։ Հիշենք, որ ընդամենը 5 ամիս առաջ էր, որ դադարեցվել են ռազմական գործողությունները Արցախում։ Բայց այդ միջոցառումների նպատակը միայն հիշելը չէր։ Նպատակը մեկ շատ հստակ միտք ձևակերպելն էր։ Անցյալը չի ավարտվել։ Մենք խոսեցինք ոչ միայն մեծ եղեղնի մասին, այլ նաև ցույց տվեցինք, որ այն ինչ տեղի ունեցավ մեր օրերում, չի կարող ընկալվել որպես պատմությունից կտրված առանձին ողբերգություն։ Դա այն հազվագյուտ պահերից էր, երբ պետությունը աշխարհի հետ խոսում էր ոչ միայն հիշողության, այլ դրա շարունակականության լեզվով։ Եվ աշխարհը արձագանքեց։ Համաճարակի պայմաններում, երբ գործում էին ճամփորդելու խիստ սահմանափակումներ, ավելի քան 30 բարձր մակարդակի օտարերկրյա պատվիրակություններ մասնակցեցին այդ միջոցառումներին։ Սա պարզապես թիվ չէր, սա փաստ էր, որ միջազգային հանրությունը պատրաստ էր ընկալել պատմական հիշողությունը որպես ներկայի մաս։ Սակայն այստեղ առաջանում է ամենաբարդ հարցը. եթե աշխարհը պատրաստ է այդ խոսակցությանը, արդյոք մենք ինքներս պատրաստ ենք։ Այս հարցը մեզ բերում է ներկա քաղաքական իրականության ամենազգայուն կետին։ Այսօր ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը աստիճանաբար դուրս է մղվում պաշտոնական լեզվից։ Արցախ բառը անհետացել է պետական եւ դիվանագիտական գործածությունից։ Սա պարզապես տերմինաբանության փոփոխություն չէ, սա լեզվի փոփոխություն է։ Իսկ լեզուն սահմանում է մտածողության սահմանները։ Երբ բառը անհետանում է, սկսում է անհետանալ նաև այն իրականությունը, որն այն նկարագրում էր։ Բայց եթե անհետանում է հիշողության լեզուն, ինչ է տեղի ունենում հիշողության հետ։ Մի բան ակնհայտ է, սա այլևս անցյալի մասին չէ։ Սա ներկայի ընտրության մասին է։ Հիշողությունը միանգամից չի անհետանում, այն կորցնում է բովանդակություն։ Սկզբում փոխում են շեշտադրումները, հետո անհետանում են բառերը, վերջում իմաստը, եւ ինչ որ պահի մնում է միայն ձևը, առանց բովանդակության։ Վերջին տարիների իրականությունը ցավալիորեն ցույց է տալիս, թե ինչպես այս գործընթացը դառնում տեսանելի նաև պետական մակարդակում։ Ապրիլի 24-ը ավելի ու ավելի հաճախ վերածվում է ձևական արողակարգային միջոցառումների շարքի, որտեղ պահպանվում են արտաքին ատրիբուտները, սակայն ենթատեքստային վերաձևակերպման միջոցով փոփոխվում է բուն ասելիքը։ Նույն տրամաբանությունը կատարելի է նաև արտերկրում մեր դիվանագիտական ներկայացուցիչների կողմից կազմակերպվող միջոցառումներում, որտեղ հիշողությունը ներկայացվում է որպես արողակարգ, այլ ոչ թե որպես քաղաքական եւ արժեքային ուղերձ։ Աշխարհի հայրը միավորված է ոչ միայն ծագումով, հավատքով եւ մշակույթով։ Մենք միավորված ենք հիշողությամբ, որը անցել է յուրաքանչյուրիս ընտանիքի միջով։ Այդ պատճառով այս հիշողությունը խորհրդանիշ չէ, այն հիմք է։ Բայց այն կարելի է կորցնել ոչ թե արգելքով, այլ աստիճանական դատարկմամբ։ Եվ երբ հիշողությունը դառնում է ձևականություն, այն դադարում է գործել, այն դադարում է միավորել։ Իսկ ինչ է տեղի ունենում այն ազգի հետ, որը պահպանում է հիշողությունը որպես ձև,
բայց կորցնում է այն որպես բովանդակություն։ Պատմությունը այս պահին չի ավարտվում, այն շարունակում է, բայց արդեն առանց մեզ որպես այդ պատմության սուբյեկտ։ Եթե մենք այսօր չենք խոսում, չենք կոչում իրերը իրենց անուններով, եթե հրաժարվում ենք մեր իսկ լեզվից և հիշողությունից, պետք է հստակ գիտակցենք, սա պարզապես քաղաքական ընտրություն չէ։ Սա հրաժարում է մեր պատմությունից, մեր ներկայությունից և մեծ հաշվով մեր ապագայից։ Ազգերը չեն անհետանում միայն պարտությամբ, նրանք անհետանում են այն պահին, երբ համաձայնվում են մոռանալ, ինչու են գոյություն ունենում։ Եթե մենք թույլ ենք տալիս, որ հիշողությունը դատարկվի, վաղ մենք պարզապես կհասկանանք, որ այն արդեն չկա։ Եվ այդ պահին այլևս չի լինելու ոչինչ պաշտպանելու, ոչ անուն, ոչ պատմություն, ոչ ներկայություն։ Կմնա միայն լռություն։ Լռություն որպես վերջնական հաստատում, որ մենք ինքներս հրաժարվեցինք լինել պատմության սուբյեկտ։ Ես համոզված եմ, որ մենք լռության ժողովուրդ չենք։ Մեր պատմությունը գրվել է կորստով, բայց պահպանվել է հիշողությամբ։ 100 տարի առաջ մեր նախնիները կորցրեցին ամեն ինչ, բացի հիշողությունից։ Մեր նորագույն պատմության հերոսները զոհվեցին ոչ միայն հողի համար, նրանք զոհվեցին, որպեսզի մենք չկորցնենք հիշելու իրավունքը։ Այսօր այդ իրավունքը դարձել է պարտականություն, պարտականություն հիշելու, պաշտպանելու և փոխանցելու։ Եվ եթե մենք գիտակցում ենք այս պարտականությունը, ապա պատմությունը չի շարունակվի առանց մեզ, այն կշարունակվի մեզ հետ, որպես ազգ, որը ոչ միայն հիշում է, այլ նաև հասկանում է, թե ինչու է հիշում։ Շնորհակալություն։